Տեր Հիսուսյանով ողջունեմ ձեզ բոլորդ եւ Աստծո սրտած փառք կուտանք այս օրհնյալ առիթին համար, որ մեզի շնորհեց։ Եկեք հոդնգայս մեր պաշտամունքը սկսենք 15 եւ 16 շարականներով։ Անոնք որոնք կրնան ոտքի վրա Փոխադարձ ընթերցանությունը դիլա թիվ 3 երկյուղածությամբ Աստծո խոսքն է որ կգարտանք միասնաբար փոխադարձաբար պիտի ընթերցենք թիվ 3 Ինչպես սիրելի են քու բնակարաններդ ով զորաց դեր Ջնջմու գնալդրում կդար ու ձիձերնիգը իրեն պույն իր ծակերը տնելու համար քու սեղաններուտ կով ով զորաց դեր իմ թագավորս ու ասվածս Երանի այն մարդոց որոնց զորությունը քեզմե է ու իրենց սրտի մեջ դանը ջամփաները կան Անոնք զորութեն է զորություն գերտան, մինչև որ Սիոնի մեջ Աստուծո առջև երևնան։ Ով մեր վահանը Աստված, տես ու քու օձյալիդ երեսը նայե։ Քանզի դեր ասված արև ու վահան է, դերը շնորհք ու փառք պիտի դա, հարությունը պիտի չբացեցնե ուղությամբ քալողներեն։ Ով զորաց դեր, երանելի է քեզի ուսացող մարդ։ Ամեն, թող ասված օրհնե իր խոսքին ընթերցանությունը, եկեք մեր գլուխները խոնարհեցնենք եւ Աստծո օրհնությունը խնդրենք այս պաշտամունքին վրա։ Ով դեր փառք կուտանք Այս օրհնյալ առիթին համար, այս դերունական օրվան մեջ դեր գուքանք քու դաջարիդ մեջ քեզ բաշտելու, երկրբակելու եւ քու անունդ մեծարելու։ Այո դեր թուն ամենազոր ես, ամենակետ, ամեն բան գիտես եւ դեր պատմության վրա գիշխես։ Շնորհակալ ենք, որ գիտակցությամբ գրնանք քեզի մոդենալ Գիտենք, թե մեզ անհուն սիրով սիրեցիր, գիտենք, որ մենք մեր արժանիքով չէ, որ շնորհած կայդ առջև կմոտենանք, Հաբակումյացին որդուտ, մեր սիրելի փրկին շնորհքովը եւ անոր անունովը
արժանի ենք Տեր քեզի մոտենալու եւ մեր ցայները քեզի բարձրացնելու, մեր շնորհակալությունները հայտնելու, փառք ունենք, որ քու շնորհքը մեծ եղավ մեր վրա եւ Տեր մենք ուրախությամբ եկած ենք այս սարավոտ, եկած ենք հավատքով քեզ մենոր օրհնություններ ստանալու, ուստի կխնդրենք, որ Սուրբ Հոգիդ գործե յուրաքանչյուրի սրտի մեջ, փանա մեր մտքերը, լուսավորե մեր սիրտերը եւ միտքերը, որբեսի Տեր այն խոսքը որ գուզես մեզի փոխանցել լավ հասկանանք եւ ոչ թե միայն ըմբռնենք, հաբա նաեւ ապրենք, կործատրենք, շնորհակալ ենք Սուրբ Հոգուն բնակության համար մեր սրտերու մեջ, որով ամ մեզի պետք եղած զորությունը պիտի տա, քեզի համար ապրելու եւ քու կամքդ կատարելու, իրապես երանելի են քու զավակներդ, որոնք քեզ ունին իրենց յանքերուն մեջ, որպես թագավոր եւ Տեր, ով Տեր այս պաշտամունքը ձեռքերուդ կանցնենք, սկիզբեն մինչև վերջ թուն փառավորվիս, գարավարե ամեն մեկ խոսք եւ Տեր մեր սիրտը քու ձեռքերուդ կանցնենք, որպեսզի իրապես օրհնված, նորոգված, մխիթարված, քաչալերված մեր դուները մեկնենք։ Գաղութենք մեր սրտերու վրա ծանրացած նյութերուն համար, լանանոնք հիվանդներ, մանավանդ Տեր անոնք, որոնք դժվար վիճակներ կանցնին, նյութական եւ հոգեբեսալ, գաղութենք, որ բոլորին թուն օգնության հասնիս եւ գադարելապես փուժես, ով Տեր գաղութենք մեր հայրենիքին համար այդտեղ ստեղծված վիճակը թուն գիտես, պատճառները գիտես, մեր ներգան եւ աբական գիտես, ուստի քեզի կանցնենք, քու իմաստությունով օժտես բոլոր մեր ղեկավարները Տեր, ըլլան անոնք գրոնական, ըլլան քաղաքական, որբեսի Տեր խոնարհին քու առջևդ եւ Տեր շիդակ ընդրություններ գադարելով, քու կամքդ գադարելով Տեր կործեն եւ աշխատին ծրագրեն իշա մեր ժողովրդին, խնայես եւ ողորմիս մեր ազգին Տեր, ցերքերուդ կանցնենք նաեւ մեր այս պաշտամունքի մնացյալ բահը եւ ուզենք, որ երրորդությունը փառավորվի Հիսուսի անունով, ամեն։ Ռամեցեք, պիտի շարունակենք մեր պաշտամունքը 640-րդ երգին, առաջին, երրորդ եւ չորրորդ դուները երգելով, 640
Ամեն երկիրներ դերոճմով ծնծացեք 613-րդ երկը բիդլա մեր հաջորդ երկը Թողով եւ ուրախությունով Տեր Եհովային ընծաներ մատուցեք հոգվով ու ճշմարտությունով Երանի թե մեր այսօրվա այս պաշտամունքնալ հոգյով եւ ճշմարտությունով ըլլա 613 Մեր վերջին երկը բիդլա թիվ 32 որ մետ կբիդանցնինք հայդարարություններուն եւ ապա մեր սիրո նվերներուն ուրեմն թիվ 32 երկենք առաջին երկրորդ եւ չորրորդ տուները Let's go.
Փառք ունենք, որ սկանչելի փրկիչ եւ դեր ունենք թակավոր, որ միշտ անոր հովանի դակ ապահով ենք, ուրախ ենք եւ խաղաղ։ Աստծո սուրբազան խոսքեն պիտի գարտամ 5 դագարանին քիրքերեն, ուրեմն առաջին թակավորած 17-րդ գլուխեն եւ պիտի գարտամ 40-49 համարները։ Հոն կտեսնենք ինչպես Դավիթ Գողիաթին գդաբալ է, ուրեմն 40-րդ համարը այսպես կսե. եւ իր ցուբը ցերկ արավ ու հեղեղադեն իրեն համար 5 հատ քայլախազ քար ընդրեց, այսինքն սուր քարեր ընդրեց, ու զանոնք իր հովական ամանին, այսինքն մախաղին մեջ թրավ ու բարսը ցերկը բռնելով փղշտացի մոտեցավ, եւ փղշտացին ալ եկավ ու Դավիթի մոտեցավ, եւ անոր վահանը վերցնող մարդը անոր առջև էր, ու երբ փղշտացին նայեցավ ու Դավիթը տեսավ, զանիգա արհամարեց, քանզի անիգա գարմիր քունով ու քեղեցիկ դեմքով բադանի մներ, եւ փղշտացին ասավ Դավիթի. միթե ես շունեմ, որ իմ վրա սուբով գուքաս, ու փղշտացին իր ասվածներով Դավիթը նզովվեց, եւ փղշտացին ասավ Դավիթի. ինձ եկուր, ու քու մարմինդ երկինքի թրջուններուն ու թաշտի քազաններուն դամ, եւ Դավիթ ասավ փղշտացին. թուն ինձի սրով, նիզակով ու քեղարդով գուքաս, բայց ես զորությանց դերոջը քու նախադած Իսրայելի զորքերուն Աստուծույն անունովը քեզի գուքամ, այսօր դերը քեզ իմ ցերկս պիտի մատնե, ու ես քեզ պիտի մերցնեմ, քու վրայդ գլուխդ պիտի առնեմ, եւ փղշտացված բանագին թիակները այսօր երկինքի թրջուններուն ու երկիրի քազաններուն պիտի դամ, որբեսի բոլոր երկիր գիտնա, որ Իսրայելի մեջ Աստված կա։ Եվ այս բոլոր ժողովքը գիտնան, որ դերը սրով ու նիզակով չազադեր, քանզի պատերազմը դերոջն է, ու անիգա ցեզ վեր մեր ցերկը պիտի մատնե։ Ու երբ փղշտացին ելավ ու եկավ Դավիթի մոտեցավ, Դավիթ ալ շուտով պատերազմի ասպարեզը վազեց փղշտացին դիմավորելու, եւ Դավիթ իր ցերկը իր մախաղին մեջ խոթեց ու անգե քար մարավ եւ զանիգա բարսով նետեց ու փղշտացին ջագադը զարգավ եւ քարը անոր ջագդի մեջ մտավ ու անիգա երեսի վրա քեդինը ինգավ։ Այսօրվա մեր նյութը պիտի լա անարժեք բաներ արժեք կստանան։ Կյանքի մեջ իրականություններ կան, որ գրեթե նկատի չառնվիր, անոնց մեկն է, որ փոքր բաներ, փոքր արարքներ մեծ արդյունք տված են։ Չեմ գիտեր, ժամանակին գարտացի թերևս տուգալ գարտացած եք թրուցիկը մեջ, օրմը տրամադան մեծ դնորենները եւ հայտնի ընկերություններ ու դնորեններ հավաքված ժողովի մեջ ժողով մգնեին եւ հանգարց դնորենները մեկը իր սովորությանը պես ասպես առանց հայտնի անելու գամածը քիթեն մազմը գքաշե եւ ինք ուրախ է որ մեկը չտեսավ այդ արարքը բայց երբ դուն քնած քիշերը 40 աստիճան եւ այդ արարքը մահվան դարավ անշուշտ ասիգացես վախցնելու համար չեմ ունիսեր այս չի նշանակել բոլոր անոնք որոնք այդպեսի արարքներ գնեն նույն վիճակի պիտի մատնվին եթե այդպես լար մեզ մետերել շատերս հոսմիտ չլային բստիկ արարքը փոքր արարքը մեծ արդյունք տվավ անդգադելի արարքը պատմության մեջ ապրած են մարդիկ որոնք անարժեք կնկատվեին շրջանակի մեջ շուքի մեջ մնացող եղած էին եւ սակայն յետքը մեծ օրհնություն դարձած են
իրենց երկրին, ընկերության և միջավայրին։ Անգլիո Օքսֆորդ Չայլր քաղաքի մեջ 30 նոյեմբեր 1874-ին քերուկ մանչ մծնավ։ Երբ փոքր էր, հաչո աշակերտ մչեր այս բադանին։ Չարաճիճի մեկն էր և դժվարով ընդունվեցավ զինվորական դպրոցը։ Վերջապես ըսպամը գլա և պատերազմի ժամանակ թղթակիցի թերը կգադարե և պատերազմի եղելությունները գարձանակրեր։ Որ մայս երդասարտը հարավային Ամերիկայի մեջ ձերբակալվեցավ և ցևոմը ազատեցավ մոտավորապես 300 կիլոմետրն և ավելի ոտքով քալելով ապահով դեղը գահասնի։ Այս մարդը քրող էր, ինչպես ասի դեղեցություններ կգրեր պատերազմի դաշտեն և քրություններուն պատճառով համբավ ստացավ։ Եվ դեղը եկավ, որ Անգլիո արյուծը դարձավ, Winston Churchill, երբ Գերմանիոտ դեմ մղած պատերազմը հաղթեց։ Անարժեք անցմն էր, շուքի մեջ մնացող, սակայն ետքը արժեք ստացավ։ 13 ապրիլ 1808-ին Ֆլորենսիա քաղաքին մեջ ընտանիքը 9-րդ զավակը ունեցավ Անտոնիո Միուչի անունով։ Այս մարդուն մտքի մեջ հղացավ հեռախոսի գաղափարը և ինք եղավ հեռախոս հնարողը, որ մեկ սկոտլանդացի Ալեքսանդր Գրահեմ Բիլ զարգացուց այս թրությունը, հեռախոսի թրությունը։ Այս մարդը այնքան աղքատ էր իր ընտանիքը, որ տրամփ չուներ իր ուսումը շարունակելու համար։ Տրամփ չուներ, չգրցավ շարունակել։ 18 տարեկան էր, ընկերության մեջ թուր բացող կոծող էր, բահագություն գներ։ Եվ մասնավոր փայլուն ապակայմը հույս չեր երևեր այս երդասարտին կյանքի մեջ։ Սակայն բարակաները կփոխվին, ուսումը կշարունակե, քիմիագիտություն, բուժագիտություն ուսանեցավ և հերացայինի թրությունը ստեղծեց։ Անարժեք անցմն էր, բայց ետքը արժեք ստացավ։ Զմիրնիո մեջ Օսմանյան գայսրության ժամանակ 1906-ին հույն ընտանիքի մեջ մանց զավակ մծնավ։ Այս ընտանիքը 1923-ին Զմիրնիո չարթին պատճառով Հունաստան կփոխադրվին, գործընծնելով ամեն բան։ Իրենց դղան 19 տարեկան Արժանտին կքախտե, գիտեք որքան գումարով, $63։ Սկիզբը ջաշարանի մեջ խոհանոցը ամաններ գլվար։ Ետքը ծխախոտի կորձարանի մեջ քիշերը ցերեգին խառնելով աշխատեցավ։ Ետքը հին նավ մքնեց, ետքը ուրիշ նավեր քնեց, քարուր փոխադրող նավեր, ետքը օթոնավի ընկերություն հիմնեց։ 25 տարեկանին նյութական ասպարեզի մեջ շատ բարձրացավ և իր ժամանակաշրջանին հարուստներեն մեկը դարձավ։ Այդ անձը Արիստոտելիս Օնասիսն էր։ Մինչև հիմա հսկա հիվանդանոց մը Իրանունին մասնակեց սրտի բժիշկները հոնեն։ Խոհանոցի մեջ բնակ լվացողը Հունաստանի մեջ ամենագեղեցիկ
գղզին սեպագանադերը դարձավ, Սկորպիո գղզին։ Անարժեք նկատվող մեկը մեծ արժեք ունենա, փոքր երևցող բամը մեծ արդյունք կրնա բերել։ Սուրբ Գիրքի մեջ հատված մգարտացինք եւ գանթվինք ուրիշ տեղերու մեջ մարդոց, որոնք շուքի մեջ էին, ըստ երևույթին անարժեք, սակայն Աստված այդ անձերու միջոցով ըսկանչելի գործեր ու հրաշներ կատարած է։ Եվ Աստծո հոգին այդ անձերուն կյանքը արձանագրել տված է, որպեսզի մենք գիտնանք, որպեսզի ցույց տա, այս ավելի կարևոր է, որպեսզի այս հասկանանք, ըմբռնենք, արձանագրել տված է, որպեսզի ցույց տա, թե ինք իր ծրագիրները հարաճ տանելու համար բեք չունի զորավոր մարդոց, այլ շուքի մեջ մնացող մարդոց, այսինքն մարդիկ, որոնք հեզ են, խոնար են, որոնք իրենց զորության չեն ապավինիր, իրենց էգոյին վրա հիմնվելով չեն ապրիր, այլ Աստծո։ Մարդիկ, որոնք հոժար են Աստծո հնազանդելու։ Առաքյալը գսե, երբ ես դգար եմ, դարօրինակ կրնա թվիլ, երբ ես դգար եմ, այնադեն զորավոր եմ։ Ինչպես կլա, այսինքն երբ ես գնդունիմ իմ ոչնչությունս, ես առանց Աստուծո փամը չեմ կրնարնել, այնադեն Աստուծո հոգին վրաս պիտի կա, և այնադեն ես զորավոր եմ, կյանքի դժվարությունները պիտի դիմակրավեմ, որտև Աստուծո հոգին մեգումը վրա ըլլալ կնշանակե, որ անոր իմաստությունով օժտված է, անոր վախ ունի, և պիտի կրնա շիդակ մտածել։ Գարտացված հատվածի մեջ նշմարեցին շուքի մեջ մնացող բադանիմը, Դավիթ անունով։ Լսենք, թե Աստված այս բադանին ուրդեղ են կանչեց։ Եթե գարտանք նույն Գիրքին 16-րդ գլուխին 6-12 համարները արագ մգարտամ հետաքրքրական է, ուրեմն գսե ու երբ անոնք եկան, հիմա Սամուել բիերտա թագավոր մոծե, ու երբ անոնք եկան Հեսեի տունը գերտան, ուրեմն գսե Եղիապը դեստելով ըսավ, իրավ որ դերոջը օձյալը իր առջև է, բայց Տերը Սամուելի ըսավ, անոր երևույթին ու հասակին երկայնությանը մի նայիր, քանզ ես զանիգա անարգեցի, չիդակ թարգմանությունը մերժեցի է, Աստված մեգումը չանարգեր, ընդունելի չէ, ադիգա չընդունեցի, այդ ըսել գուզե, Սամուել ըսկուշեղիր ես անոր չեմ ուզեր, և գսե, որովհետև մարդուն նայելը չլար, քանզի մարդը երևցածին գնայի, բայց Տերը սիրտին գնայի, և Հեսե ապինապատը կանչեց, ու զանիգա Սամուելի առջև անցուց, և Սամուելը սավ Տերը ասյալ ընդրած չէ, ու Հեսե Սաման անցուց, և Սամուելը սավ Տերը ասիգա էլ ընդրած չէ, ու երբ Հեսե Սամուելի առջև են իր 7 որդիներ անցուց, Սամուել Հեսեի սավ Տերը ասոնց մեկը չընդրեց։ Եվ Սամուել Հեսեի սավ դղակներդ այդ չափ են, ու անիգա ասավ Դագավին ամենեն բզդիկը մնաց, և ահա անիգա ոչխարները գարած է, ու Սամուել Հեսեի սավ մարդ խրգե ու զանիգա պերել դուր, կազի մինչև որ անիգա հոս չկա, մենք սեղան պիտի չնստինք, ուստի մարդ խրգեց ու զանիգա պերել դվավ, և անիգա գարմիր էր ու աղվոր աչկեր ուներ ու թեմպն ալ քեղեցիկ էր, այն ադեն Տերը սավ, ելիր ասիգա օձ է, կազի ասիգա է, ուր էր Դավիթ ոչխարներուն հետ կսպաղվեր, Աստված ոչխարներուն ետևեն կանչեց, այո,
Սամուել մարգարեն եւ իր բոլոր շուրջիները ներկաները չէին ակնկալել, թե այս բադանին Աստուծո գոմե ընդրված ու որոշված թագավոր։ Այս բադանին Դավիթ թե թագավոր եւ նաեւ թե մարգարեր։ Աստուծո հոգին անոր վրա եկավ 10-րդ համար այդպես կսե։ Եվ Սամուել յուղին եղջյուր արավ ու զանիգա իր եղբայրներու մեջ օծեց ու այնորեն ետքը դերոջը հոգին Դավիթի վրա եկավ։ Դավիթ ինչու ընտրեց ոչխարներու ետևեն, որովհետև Դավիթ Աստուծո սիրտին համեմատ մեկն էր։ Պատրաստ էր Աստուծո հնազանդելու եւ Աստված կտեսնե, ինչպես ասավ Սամուել։ Մարդը երև ցածի գնայի, բայց դերը սիրտին գնայի։ Պատրաստ էր, անոր համար այս շուքի մեջ մնացող բադանին դերոջը ցերքի մեջ հրաշալիորեն կործածվեցավ եւ Աստուծո ծրագիրին մաս կազմեց։ 17-րդ գլուխի մեջ Դավիթի հաղթությունը գտեսնենք Գողիաթի դեմ։ Եվ կարդացինք ինչպես հաղթեց, ինչպես դաբալեց այդ հսկան, ինքը 5 քարեր հավաքեց, բայց պետք չեղավ։ Մեկ քար բավարար էր։ Փոքր քարով դաբալեց։ Փոքր քարը մեծ արդյունք տվավ։ Աննշան բադանին նշանավոր մարդուն դաբալեց։ Մինչ Սավուղ եւ իր փանագը ահու սարսափի մատնված էին, եթե գարտակ նախորդ գլուխը եւ շարունակապար վախի մեջ էին, թագավորը Սավուղ ամբողջ փանագը վախի մեջ էին։ Այս բադանին ամբողջ մթնոլորտը փոխեց։ Փանագին վրա խանդավառության հոգի եկավ ու ժարին բոլորնա։ Աստուծո գործերը հրաշալի են։ Պայմանավ որ հեզլաս թունքու անցիդ վրա ասպես վստահելով մեծ համարում ունենար։ Քու անցիդ եսիդ էգոիդ քերին միթար Աստված սիրելիներ միշտ ասած ենք եւ դասել մինչեւ որ Աստված շունչ կուտա ան հբարտ մարդոց է կորչունի ասը պետք է լավ ըմբռնենք Աստված հբարտ մարդոց է կորչունի ինչ կուզե թողնա եկեղեցի մեջ ամենալավ ծառայողը լավակույն ամայնքի ծափարություններ շուրջիները հարցը Աստծո հետ է Աստված ինչ աչքով գտիդե Երկրորդ անձը զոր ընդրած եմ որպես օրինակ այս ճշմարտությունը հաստատող դարձյալ 5 գդագարանեն մեզի ծանոթ փոքր աղջիկ մներ քերի դարված աղջիկ որ Նեեմանի բժշկության ոչ թե միայն ֆիզիկապես հավանոր հոգինալ փրկության միջոց եղավ ասիկա գարտանք 4-րդ թագավորած 5-րդ գլուխին 1-3 գարտամ գսե Եվ ասորվոց թագավորի զորակլուխը Նեեման իր դերոջ արչև մեծ ու հարկելի մարդ մներ, քանզի դեր անոր ցերկով ասորվոց փրկություն դբերեր։ Ու այս մարդը զորավոր գդրիչ մներ, բայց փորոդ էր։ Եվ ասորվոց քունթերը ելնելով Իսրայելի երկրեմ բզդիկ աղջիկ մքերի արերեին, ու անիգա Նեեմանի գնոջ քով էր։ Որպես սպասուի Եվ անիգա իր դիկնոջ ըսավ Երանի թե իմ դերս Սամարյա եղող մարգարեն արջևը լար Այն ադեն զանիգա իր փորոդութենեն գպժշկեր Այս բզդիկ աղջիկան անունը նույնիսկ չի հիշվիր Այս աղջիկը քերի դարված էր Եվ փորոդ Նեեմանի զորավարին դիկնոջը դամ մեջ անոր գծարայր եւ երրորդ համարի մեջ այս գարշ նախատասությունը Երանի երբ լսեց որ դիկնոջ ամուսինը փորոդ է ըսավ Երանի
Մարգարեն իշտա, հոն երևնա, երանի երթա հոն, ուրիշ պամը չսավ։ Աննշան մեկը, կերի աղջիկմը, ասված կործածեց, գդեսնեք, ասված որոնց կկործածը, կործածեց, և գրաբաշտ նեեմանին պրգության միջոց եղավ, ոչ թե միայն մարմինը բժշկեց, հաբա նաև անոր հոգին, 17-րդ համար երբ որ գգարտանք, գսե ու նեեման ըսավ, ուրեմն սկիզբը ընձաներ դվավ, ես բժշկվեցա, ընձաներ բիտամ քեզի բարդագան եմ, ամբողջ կյանքս բարդագան եմ, փրկեցիր զիս, մերժեց ընձաները, լավ ըսավ, ընձաները մերժեցիր, ու նեեման ըսավ, ուրեմն քու ծառայիդ այս երկրին հողեն երկու չորի փեր չդրվի, քանզի քու ծառատ մեյ մնալ ուրիշ ասվածներու ողջագես կամ զոհ պիտի չնե, բայց միայն Եհովայի։ Մարդը հասկացավ, ով է ճշմարիտ Աստվածը, եւ սավ ես այլևս Եհովան պիտի բաշտեմ։ Աստված կկործածե սովորական մարդիկ արդասովոր կործերու համար։ Բեք չէ մորնանք, թե Աստուծո մեծակույն զորությունը կհայտնվի մեր մեծակույն դգարության մեջ։ Գարտանք առաջին գործածված նամակի մեջ։ Այս համարները մարդիկ թերևս երբեք կարևորություն չեն դար, բայց նայեցեք Աստուծո թիրքը ինչ է։ Առաջին գործածից 1:27-31 գարտամ։ Բայց Աստված աշխարհիս հիմարները ընտրեց, որբեսի ամոթով ընե իմաստունները, հիմարներ ըստ իրենց, որոնք իմաստասերներ են, խելացի են, ուրիշները հիմար գսեբեն, օքեյ, թուն հիմար գսեբես, Աստված այդպեսիներուն ընտրեց, որբեսի ամոթով ընե իմաստունները, ու աշխարհիս դգարները ընտրեց Աստված, որբեսի ամոթով ընե զորավորները, և աշխարհիս ցածասկինները ու անարդները ընտրեց Աստված, և ոչինչները, որբեսի փամը եղողները խափանեն, որբեսի մարմինը չբարձի Աստուծո առջև։ Իսկ դուք անգեք Քրիստոս Հիսուսով, որ Աստուծմե իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն եղավ մեզի, որբեսի ինչպես գրված է, ան որ կբարձենա, դերոճմով թող բարձենա։ Աշխարհիս դգարները ընտրեց, որբեսի ամոթով ընե զորավորները, և աշխարհիս ցածասկինները ու անարքները ընտրեց, և ոչինչները, որբեսի փամը եղողները խափանեն։ Այս համարը ցեզի փամը գսե։ Անոնք, որոնք եկեղեցական պատմությունը գիտեն, մանավանդ վերջին դարերուն, Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան, Անգլիան և Ամերիկան, գիտեք ինչ հավատացյալներ դերոջը նվիրված մարդիկ, միսիոնարներ կացին հետամնաց երկիրներում մեջ։ Եվ այսօր այդ հետամնաց երկիրներում մեջ, Ասիո մեջ, հոնդեղե մարդիկ կելեն, Աստված կկործածե և փյուրավորներու փրկության միջոց կդարձնի։ Իսկ անոնք, որոնք լավ էին, այսօր բարոյապես և հոգևորապես ամենացած մագարտակի մեջ կգտնվի։ Այո, Աստված սովորական բարձ մարդիկ կկործածե իր ծրագիրները հարաճ տանելու համար։ Ուրիշ անց մնալ ընտրած եմ, որ այս ճշմարտությունը կհաստատ է մեր նյութին, անարժեք, բայց արժեքը ստացան։ Անց մնոր գդագարանի մեջ գիմ մներ, որ մարդիկ եթե տեսնեն, կովեն չէին անցներ։ Չէին ուզեր տեսնել, սակայն այս գինը ամբողջ քաղաքիմը բնակչության փրկության միջոց դարձավ։ Երբ որ դերը ջանցավ և զայն ընդունեց իր սրտի մեջ։
Այդ գինը Սամարացի գինն է, որ Հիսուսի հետ հանդիպում ունեցավ։ Գարթացեք դուք Հովանու 4-րդ գլուխում պիտի տեսնեք։ Ինչ հրավ այս գինը, աննշան գին, աղդոտ արժեք չունի իր շրջանագի մեջ, մեծ արդյունք բերավ, մեծ արդյունք, ժողովրդի մեջ, Քրիստոսը որպես փրկիչ ընդունել է ետ վգայեց, հրճագավոր քարոզչուհի չեր ասիգա, աստվածաբանական դպրոց չի գնաց, աննշան մեկն էր, սակայն փորձառություն ունեցավ, ինչ էր այդ փորձառությունը, հասկացավ Հիսուսի առաքելությունը, ընդունեց, որ ան Մեսիան էր, Աստված էր, և կյանք եղաշրջվեցավ և քնած իր ժողովրդին վգայեց, այնպես որ այսօր ինչու համար այս վգայությունը չի գա, եկեղեցիներում մեջ, քրիստոնեական շրջանակներում մեջ, որտեղ մարդիկ չունին այս փորձառությունը, որ մենք կգոչենք վերստին ծնունդ, մարդը փոխված չէ, ինչ պիտի վգայե, եկեղեցի գերտանգուքան իրենց անձին վստահելով, ես բարի եմ, սիրտս բարի է, բայց ջանցած չեն դերը, ինչպես պիտի վգայեն, ինչ պիտի խոսին, անորաբար լուր կգենան, բայց հոս աննշան մեկը գուզես տունալ, փրկության պատճառ դառնալ, պետք է նախ փրկությունը ջաշակես, ընդունիս, փորձառության վգան եղավ, քարոզ պատրաստելու բեք չի գա, օրերով Սուրբ Գիրքը սերդելու բեք չի գա, ինչ որ Հիսուս գնե մեջդ, այդ մասին կխոսիս, Հիսուս ըսկանչելի փրկիչը, զիս փրկեց, այս կնոջ վգայությունը եթե լսենք, նայեցեք ինչ վգայեց, 4-րդ գլուխ Հովանու 39-42 պիտի գարտամ, գսե Հովանու 4:39 Եվ այն քաղաքեն շատ սամարացիներ իրեն հավատացին այն գնոջ խոսքին համար, որ վգայեց, փամը չրավ, քարոզ չի դվավ, վգայեց, ըսավ, ինչ որ եղավ իր կյանքի մեջ, և նայեցեք, խոսքս է, և ըսելով թե, ինչ որ ես կործեր էի, բոլորը ինձ եսավ, ու երբ սամարացիները անոր եկան, գաղաչեին անոր, որ իրենց քով գենա, ու 2 օր ալ հոն գեցավ, և ալ շատերը իրեն հավատացին իր խոսքին համար, ու գսեին գնոջը, ասկեդե ոչ թե քու խոսքիդ համար գհավատանք, վասզի մենք մեզ լսեցինք, և գիտենք, որ ասիգա է ճշմարտապես աշխարհի փրկիչը, հոս է հարցը, Քրիստոս ծնավ և հայտնեցավ, գսեմ, փրկիչ ըլլալ են դուր չունին, անոր փրկիչ ըլլալը ընդունած չեն, ինչ պիտի խոսին մարդիկ, ինչ պիտի խոսին, այս կինը վգայեց, թունալ, գրնաս վգայել, եթե ունիս այդ փորձառությունը, այնպես որ չես կրնար լուր գենալ, թուն քեզի մի խապեր, իմ հավատքը սրտիս մեջն է, ես գհավատամ Աստուծո, խելքի մեջ եղած Աստծո քոյության հավատալ է, կամ անոր ամենազորության, ան ստեղծիչ է, ան ոմանքալ չղային, մորուքավոր աթորի վրա նստած քավազան մփռնած է, վայ եթե սխալի, գզարն է, այդպես գվախտամ, ես Աստուծո վախ ունիմ, ինչ են գիտես, որ Աստծո վախ ունիս, նայր ես սուտ չեմ խոսիտ, քողություն չեմ մներ, ես գվախտամ Աստծո, այս չէ Աստծո վախը, ժամանակն է, որ մեր ժողովուրդը Աստծո խոսքը գարտալու սկսի, գարտալու, մեծ դքիդություն գա, մեծ դքիդություն, մեծ, այս կինը ջանցավ փրկիչը և վգայեց, վերջին անց մնալ, որ մասին գարժի խոսիլ, այս ճշմարտություն հաստատող, Հիսուսի և իր աշակերտներուն հետ բադայեցավ, մեզի ծանոթ բադանին է, որ 2 ցուգը և 5 նգանակ հացը Հիսուսի բերավ, աննշան մեկը, բադանի մոտ,
փամը չունի, անարժեք, բայց ինչ արժեք դարձավ այս պատանին, հազարավորներում գերագրվելու միջոց դարձավ, մի քանի գդոր ուդելիք, Հովաննու 6-րդ մեջ կրդակ կարդալ, հազարավորներ գշտացուց, քիչը Հիսուսի ցերքի մեջ գփազմապատկվի, այս պատանին ոչ թե շատեն քիչը փերավ, այլ քիչ ուներ եւ այդ քիչը փերավ Հիսուսի ցերքի մեջ, երբ շատեն քիչը գփերենք դերոջը չենք օրհնվիր, սակայն երբ մեր ունեցածը դերոջը գահանցնենք, անմիջապես ցեր խելքը տրամին չեր տա, մենք շատ կարողություններ ունենք, մեր ամբողջ էությունը պետք է դերոջը ցերքի հանցնենք, ինչ որ ունենք, ինչ որ ենք, ինչ տաղանդ որ ունենք, նյութականնալ մեջ դերոջը պետք է հանցնենք, հոժարինք մեր ունեցածը Աստծո հանցնել, մի վախտակ Աստված չաշխատած աղքատ չդարձներ մեզի, երբ որ գործածենք մեր ինչքերը Աստծո համար, եւ անփռնի ուժով չարներ երբեք, անգուզե բազմապատկել, անգուզե օրհնել, բայց անոր ցերքի մեջ եղիր, այսօր ինչ դաղանթավոր մարդիկ կան, սատանան գփարավորեն, անոր ցերքի մեջ գործիք դարձած են, այնպես որ դերոջը հանցնվիր, որբեսի անոր հրաշագործ ըլլալու քու կյանքիդ մեջ թող երևանքը, չարը մեզ գխափե երբեմները գվախցնե, բայց մենք պետք չէ վախտանք, պետք է հավատանք թե Աստված բարի է եւ ան միայն մեր բարիքը գուզե, Գեղեցիկ խոսք մգա Սուրբ Գիրքի մեջ կսե ջաշագեցեք եւ դեսեք, ջաշագեցեք եւ դեսեք, թե դերը բարի է, ջաշագել պետք է հասկանաս ով է դերը եւ կյանքիդ մեջ ընդունիս, այնպես որ Դավիթ աննշան մեկը լալով քողյաթը դաբալեց, եւ միջոցնալ, որ Դավիթ կործածեց, քարմներ, այո, ասիգա երևելի գոմներ, մույս չերևցածը անոր սրդի մեջ հավատք կներ, արասված, վստահեցավ անոր, զասված կբաշտեր եւ իր ունեցած այդ էր, անիկա կդավ եւ դերը կործածեց, մենք ալ պետք է հոժարենք, խոնարհությամբ քալենք անորը սիրելներ, ուզես Աստված քեզի օրհնե, հեզ եղիր անոր հետ, եւ շուրջիներուն հետ ալ հեզ գլաս, երբ անոր հետ հեզ ես, Աստված խոնարհներու շնորհք կուտա, բայց անփարդավաններուն հագարակ կգնա, եւ խոստում ունի, զիս փարավորողները բիդի փարավորը, վերջացավ, Աստուծո թիրքը այս է, քու վարմունքովդ, խոսքովդ, գործովդ, թիրքորոշումովդ, զասված գփարավորես, գբատվես, անպայման քեզ պիտի փարավորե, բայց եթե դերը մեկ կողմ թրած ենք, եւ դարձած ենք ավանդաբաշտ, ինչ պետք է աստվածաբաշտ ըլլանք, Քրիստոսասեր ըլլանք, եկեք մենք ալ ինչ ունենք, ինչպես որ ենք դերոջը հացտվիկ եւ ամեն բան անոր ցերքերում մեջ տնենք եւ տեսնենք ինչպես դերը մեզ պիտի օրհնի իր փառքին համար ամեն Եկեք մեր başlamուքը վերջացնենք 228-րդ երգը երգելով 228-ը առաջին 4-րդ 5-րդ եւ 6-րդ դուներ պիտի երգենք Ոտքի վրանոք որը կրնան որպես աղոտ մատուցանենք այս երգը
Այո Տեր Հիսուս, փառք կտանք քեզի եւ գխոնարին քո արջևդ արժանի ես, որ մեր կյանքը գրավես։ Մենք ալդեր սիրահոժար կնվիրենք քեզի, մեր ամբողջ էությունը քու ձեռքերուդ կանցնենք, կործածես մեզ, որպես ընդիր անոթներ քու փառքիդ համար միայն։ Հիսուսի անունով ամեն։